Շարունակում ենք ուրիշ նորությունները, խոստացել էինք զրուցակիցներ, այո, եւ այդ պարտաճանաչ մեր արդեն ավանդական դարձած հյուրերը եկան եւ շնորհակալություն նախ առաջ, որ ժամանակ տրամադրեցիք, ողջունում ենք ստուդիայում Նյումեկ հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանին եւ Նյումեկ հրատարակչության գրական ծրագրի ղեկավար Հանի Հակոբյանին, բարև ձեզ։ Խոսելու ենք Նյումեկ Summerfest 2025-ի մասին, ավելի մանրամասն, մի քիչ անդրադարձել ենք, բայց այսօր կխոսենք արդեն ավելի ընդարձակ ծրագրի մասին, մտահղացման, գաղափարի, փիլիսոփայության եւ բազմաթիվ այլ հաճելի մանրամասների, որ երևի դուք գիտեք միայն այս պահի դրությամբ։ Իհարկե, շնորհակալություն, որ եկաք եւս մեկ անգամ։ Դե ինչ, երկու օր եւ գիշեր, այդպես է նշված, հա, գիշերը մի տեսակ ինտրիգ է մտցնում միջոցառման մեջ, կպատմեք ինչ է սպասում այս անգամ, արվեստասեր, ընթերցասեր, մարդկանց, ինչ եք նախատեսել, Գնել, խնդրեմ։ Ես կասեի երկու ցերեկ երեկո եւ մեկ գիշեր երկուսի արանքո, որովհետեւ լինելու է ջազ եւ գինի, այնպես որ գիշերը հաճելի է անցնելու։ Մենք սովորաբար մեր ամառային փառատոները եւ մեր մյուս փառատոները մենք աշխատում ենք այնպես կազմակերպել, որ միայն գրքի շնորհանդես չլինի։ Այլ դա զուգակցում ենք նաեւ անքի այլ ատրիբուտներով։ Այս անգամ որոշել ենք համատեղել գինին, գիրքը եւ ջազը։ Դրանք ովքեր կցանկանան մանկական փառատոնից հետո գինին կհամցվի, իսկ ջազը կլինի ընթացքում եւ ջազային տարբեր խմբեր կլինեն, չէ՞։ Այո։ Ուրեմն ոչինչ չի լինի պարտադրված, ամեն ինչը կլինի ինքնական եւ կներկայացվեն եւ շնորհանդեսներ, այս անգամ 10 գիրք ենք մենք ներկայացնում։ Սա մեզ համար շատ է։ 5 գրքով մենք սովորաբար աշխատում ենք բավարարվել 4-5 գրքով, այս անգամ 10 գիրք ենք։ Ես մի հատ կներկայացնենք այդ գրքերը, շատ հետաքրքիր գրքեր։ Դրանցից մի մասը մանկական են, ուզում եմ հիշեցնել։ Դրանք ներկայացրել են ձեր նախորդ եթերում, այո։ Օրինակ ասենք անհետագիտարանը, որի մասին հավանաբար խոսել եք, շատ հետաքրքիր գիրք է, այսինքն այն կենթանիները, որոնք արդեն անհետացել են, կամ անհետացման ճանապարհին են, եզրին են, այո, այդ մասին երեխաների համար շատ հետաքրքիր, շատ մարդկային պատմություններ է, շատ գեղեցիկ նկարազարդումներով։ Եվ Փոլ Մակարտնի պատմությունը, չասեմ հեքիաթ, որովհետև հիմա ով ինչ բստորում է անդոնում է հեքիաթ։ Դա հեքիաթ չի, դա մի քիչ նենց ֆենտեզի պես մի պատմություն է իր թորնիկների հետ, եւ մենք կարծում ենք, որ մեր փոքրիկների համար շատ հետաքրքիր կլինի նաև Փոլ Մակարտնի պապիկի հետ շփվել այդ գրքի շնորհիվ։ Մեծերի համար նախատեսված գրականությունը։ Խնդրեմ։ Շնորհակալություն նախ հրավերի համար։ Ես առաջին անգամ եմ ձեր ստուդիայում։ Կոլեգաները արդեն եղել են նախորդ փառատոների շրջանակում։ Այս ամառային փառատոնի համար մենք ընտրել ենք մեծահասակների համար այնպիսի գրքեր, որոնք ամառային ընթերցանության համար են, page turner-ներ են դրանք եւ բեսթսելերներ համաշխարհային։ Ունենք 2 սպորտային ուղղվածության գիրք եւ 2 գեղարվեստական գիրք։ Սկսեմ երևի սպորտայիններից, որովհետեւ ինձ հոգի հարազատն է։ Ես կներեք, որ ընդհատում եմ ձեզ, բեսթսելերը գիտենք, լավ վաճառվող, լավագույնը վաճառվող։ Իսկ page turner, այսինքն արագ ընթերցվող page turner, page արագ թերթվող, արագ կարդացող, դա ընթերցանողական տերմին է։ Թեթև կարդացվող, երևի տերմինը հայաֆիկացրեցինք Գնել, չգիտեմ, Գնելը մեզ թույլ է տալիս այսպիսի բաներ անել։ Արագաթերթ գրականություն է։ Կամ հապճեպաթերթ։ Գնելը մեծ վարպետ է, տարբեր հետաքրքիր տերմիններ տալու եւ հաճելի է, խնդրեմ։ Ինչու արագաթերթ, հապճեպաթերթ, որովհետև երիտասարդական բեսթսելերներ են, թրիլերներ են, մեկը մեր Քարեն Մակմանուսի եռագրության 3-րդ գիրքն է, որով ամփոփվում է, հա, եռագրությունը դա ավագ դպրոցի ուսանողների մասին թրիլեր ժանրի հետաքրքիր վեպ է, որի վերջին մասն ենք արդեն հրատարակում, մեզնից մեկը վերադարձել է այսպես ահարկու վերնագրով, եւ մյուսը
Ֆրեդերիկ Բաքմանի երրորդ գիրքն ենք արդեն ներկայացնում, Բրիտ Մարին գալիս է քաղաք, շատ գեղեցիկ, հումորային, բայց նաև զգացմունքային պատմություն է ուժեղ կնոջ մասին, ինչպես է մի ամբողջ կյանք ապրել, շատ կարգ ու կանոնով, մանրակրկիտ ինքն իմացել է իր պահարանում գտալները, ինչպես պետք է դասավորել, ափսեները որտեղ պետք է լինել եւ մեկ օր ամբողջ կյանքը գլխի վար շուռ է գալիս, որովհետեւ ամուսինը դավաճանում է եւ Բրիտ Մարին ստիպված է լինում հեռանալ տանից, գնալ բոլորովին անծանոթ ուրիշ քաղաք ապրելու եւ այնտեղ նրան հանդիպում են տարբեր փորձություններ եւ այդ կարգով կանոնով այդ խիստ խստաբարոկինը ինչպես է դառնում ֆուտբոլային մանկական թիմի մարզիչ կամ չգիտեմ երիտասարդական կենտրոնի համակարգող եւ այլն մնացած պատմությունը չպատնեմ թողնեմ որ ընթերցողները գան ֆիլմը կա իդեպ էկրանավորման արժանի սյուժե է բայց ֆիլմը արդեն կա ֆիլմը կա մեր թարգմանած պատմում գրքի բովանդակությունը սա պատկերացրեք ակերևներ մնացածը պետք է մնացածը արագ կարդալու համար է ես ինձ մտածում եմ մի հարց ուղղել կապված օտար տերմինների հետ այն նույն Summer Fest-ը, որը բոլորիս հասկանալի է, այնուամենայնիվ, եւ դուք շատ գեղեցիկ թարգմանեցիք արագ ընթերցանության այդ ձևաչափը հայերեն, ինչու չէ՞ որ սա հայ ընթերցասերների համար է, հայ ընթերցողների, երեխաների, մեծահասակների, ինչու են այսքան արտասահմանյան տերմիններ, զուտ միջազգային ֆորմատից ելնելով Ես կարծում եմ, որ դրանք ավելի շատ ոչ թե վերնագրեր են կամ անվանումներ, այլ լեյբլներ են։ Այդ տեսեք ես ասացի լեյբլներ, ասենք, այսինքն մենք դա անցալում ենք որպես մի ամբողջություն, մի պատկեր, օրինակ ասենք Mitsubishi-ն մենք ոնց ենք անցալում կամ ասենք Mercedes-ը, չէ՞ որ մենք դա ինչ որ ձևով մենք չենք թարգմանում դա, որովհետև մենք անցալում ենք այդ պատկերը։ Ես կարծում եմ, որ դա է խնդիրը։ Այսինքն այն, որ այդ անվանումները, ասենք, չգիտեմ, summer party ընդհանրենք, ինչ որ մի party են ասում Այստեղ մենք կարող ենք իհարկե թարգմանել եւ հայացնել։ Իմաստ չունի։ Բայց ես կարծում եմ, որ նրանք որոնց պետքա գրավի դա, նրանք հենց այդ լեյբլներով են մտածում են, այդ պատկերներով, այդ լոգոտիպով մտածում են։ Տարբերանշաններով, այո, մտածում են եւ իրենք շատ արագ ընկալում են դա։ Բայց տեսեք այդ արագ ընթերցանության տերմինը այնքան ծանոթ չէ եւ շատ գեղեցիկ է հայերեն տարբերակը։ Լավ է, որ սովորեցրեցիք, իմանք իմանանք, տեսակ ես ամեն օր պիտի մի նոր բան սովորեմ, այդպես եմ ապրում եւ ինձ համար շատ դուր եկավ։ Հրաշալի, ուրեմն եթե մարդկանց ուրեմն մեծ մասին դա դուր գա եւ նրանք սնկ իրարել, դա կմտնի մեր շրջանառության մեջ, եթե ոչ։ Եկեք մեկ անգամ էլ կրկնենք հայերենը։ Ես արդեն մոռացա ինչ ասեցի։ Արագաթեր Օրինակ ասենք թրեյլերները կամ ասենք բեսելերները բեսելեր կարող ենք թարգմանել լավավաճառի ընդհանրենք չգիտեմ նպարավաճառ լավավաճառ մենք կարող ենք դրանք թարգմանել բայց եթե մենք չենք գտել լավագույն տարբերակը մենք կարծում եմ որ պետք է առաջնորդվենք այն օրիգինալ տարբերակով մինչև որ գտնենք լավագույնը կգտնենք կփոխարինենք Մենք մեր անցած զրույցում գնել բավականին մեծ հատված տրամադրեցինք հենց այս թեմայի քննարկմանը եւ շատ հետաքրքիր մտքերի հանգեցինք, այո, ընդհանրություններ գտանք, համակարծիք եղանք շատ հարցերում եւ այնուամենի վերադառնանք միջոցառմանը, մի տեսակ գիտեք, գինու շուրջ շատ են միջոցառումներ Հայաստանում, այս տեմպերով շուտով էս թափեցնող խցիկներ էլ կհայտնվեն, չէ՞ միշտ մենք գլուխ էինք գովում, չէ՞ ասում են որ սովետական տարիներին Հայաստանը միակ հանրապետությունն որտեղ վիտրեզվիցը չկար այդ թափեցնող, չէ՞, հաստատությունները որտեղ որ ցածր ջերմաստիճանի պայմաններում մարդկանց հնարավորություն են տալիս հարբած, այսպես կազդուրվել, հետ գալ, ինչպես ասում են, եւ վերադառնալ առողջ, չէ, կենսունակ եւ աշխատող մարդկանց շարքերը, մի տեսակ հա գինու շուտ շատ է խոսակցությունները, բայց ջազը շատ գրավիչ է, ինչ ծրագիր է, ինչ ջազային ծրագիր է։ Երևս ես պատասխանեմ, այո։ Երեկոյան ժամը 10-ից ունենալու ենք մեր լավագույն ջազմենների մասնակցությամբ երկար սեշններ ջազ լինելու է Dialogue project-ը եւ Արտյոմ Մանուկյան տրիոն իսկ մինչև նրանց 1.5 ժամանոց համերգները մենք կունենանք
միջոցառումների, շնորհանդեսների ընթացքում, դադարների ժամանակ ջազ դիջեյներ Վահագն Մարտիրոսյանն է մեզ հետ լինելու օրվա ընթացքում եւ ապահովելու է շատ գեղեցիկ, վստահ եմ գիտեք Վագնի սեթերը, գեղեցիկ երաժշտությամբ, օրելի է լինելու այդ ջազային տրամադրությամբ, իսկ գինիների մասով կարող եմ ասել, որ մեր փառատոնում գինու կոնցեպտը ընդգրկված է այնպես, որ լինի բովանդակային ավելի շատ։ Մենք չենք վաճառում գինի, չենք խրախուսում, որ գան ուղակի գինի խմեն, սա հարթակ է լինելու մեր գինեգործների համար, որ իրենք ներկայացնեն իրենց գինին, հայկական գինին, գինու պատմությունը, գինի ըմպելու մշակույթը եւ այլն։ Այսինքն սա լինելու է ավելի շատ ճանաչողական, համտեսի եւ սովորեցնելու միջոցառում գինու մասով։ Համագործակցում ենք գինու հիմնադրամի հետ, խաղաղագործության եւ գինու հիմնադրամի հետ, իրենք են ընտրել գործընկեր այն գինեգործներին, որոնք ներկայացնելու են իրենց ապրանքատեսականին մեր ընթերցողներին եւ գինեսերներին։ Եվ հյուրերին, այնպես որ այդ երկու օրերին, եթե մենք պետք է գինով սաս լինենք, կարող են գինով սաս լինեն եւ ջազով եւ գրականությամբ ու գրքով։ Շատ լավ։ Գնել է շատ լավ հիշում եմ, ինչպես տարիներ առաջ հրատարակվեց, լույս ընծայվեց Նյումեկ հանդեսի առաջին համարը։ Հիմա արդեն ընդլայնել է գործունեությունը, գրքեր է հրատարակում։ Կհիշեք, անի երևի հարցը ավելի ճիշտ կլինի ուղղեմ ձեզ, որպես գրական ծրագրի ղեկավար, Նյումեգը մինչև այսօր քանի գիրք է հրատարակել։ Մենք վերջերս հրատարակեցինք մեր 200-րդ գիրքը։ Անցած շաբաթ էր շնորհանդեսը Նարինե Աբգարյանի ապրել պատմվածքների ժողովածուներ։ Արդեն 200 գիրք ունենք։ Նյումեգը ամսագրից հետո հրատարակչական գործով հրատարակչություն դարձավ 2018 թվականից եւ 2018-ից մինչ օրս 200 գիրք արդեն մեր պորտֆոլիոյում ունենք։ Կրկին օտար բառ օգտագործեցի գները։ Ամսագիր 2007 թվականին էր, սեպտեմբերին էր, եւ մենք ինչքան կարողացանք հրատարակեցինք ամսագրային համարներ, աշխատում ենք հետաքրքիր լինել, հետո տեսանք, որ այլևս անհնար է բիզնես։ Իսկ արցած տարբերակը գոնե կա, այսինքն ամսագրի։ Հա, այսինքն ֆիզիկապես տպագրել ինչ տպականակ հասկանում եմ, որ այսօր արդեն մի տեսակ դժվար է, թեպետ մի քանի հայտնի ամսագրեր շարունակում են դել հրատարակվել փոքր տպականակներով, բայց այնուամենայնիվ չկա նկարչանց տարբերակը։ Ես շատ սիրում եի այն հոդվածները, այն հեղինակների աշխատանքը, որոնք որ տեղ են գտնում։ Այո, մենք աշխատում ենք ներգրավել հետաքրքիր հեղինակների եւ հետաքրքիր դիզայներների, մեր դիզայները շատ լավն էր եւ տպագրության որակներ եւ անսպասելի լուծումներ էին արտ տնօրենները մեր բոլորը հրաշալի անձնավորություններ էին ճաշակով, այնպես որ այո, ես էլ եմ տենց հաճույքով հիշում այդ ժամանակները։ Գաղտնիք չէ, որ Նյումեգը եւ հաջողախոսություն արած չեմ լինի, որակի չափանիշ է։ Հասկանալի է, որ ձեր գործունեության որոշակի ուղղվածությունը դա թարգմանությունն է համաշխարհային ճանաչում ձեռք բերած գրքերի, բայց նաև տպագրում եք հայ հեղինակների։ Այմա մեզ լսող ունկնդիրներից միգուցե կան մարդիկ հեղինակներ, ովքեր այսպես երազանքի նման մտածում են, որ իրենց գիրքը հրատարակվի հենց ձեր կողմից։ Որոնք են չափանիշները, որ հեղինակին կարող են հույս տալ դիմի ձեզ եւ այսպես Նյումեգի հովանու ներքո դառնա նաեւ նոր գրքի ծնման այդ քննադատական էլեմենտը ով է ապահովում, դա ընդհանուր որոշում է գնել, թե միանձնյա ասում եք այսա կանենք, սա կդրեք դեռ պիտի աճի, չէ, երբեմն այո, երբեմն լինում է, որ ասենք արտակը որոշում է, որ ինքը դա պետք է անի։ Երբեմն լինում է, որ մենք ընդհանուր առմամբ որոշում ենք, որ արտակը դա չպետք է անի։ Երբեմն լինում է, որ առաջարկում ենք, քննարկում ենք, որովհետև հայ հեղինակներ, ժամանակակից հայ հեղինակներ տպագրել իհարկե ուրեմն սուրբ գործ է, բայց նաև մենք այդ լավ է որ մարդիկ կան, որ նստում եւ գրում են պատմվածքներ, վեպեր, վիպակներ գրում են, հեքիաթներ են գրում։ Իհարկե բնական է, որ այդ գրվածների մի մեծ մասը գրաֆոմանիա է։ Հասկանալի է, որ
մարդը ուզում է ստեղծագործել, բայց չգիտի ինչպես, չգիտի թե ասենք ինչպես պետք է կառուցի իր պատմությունը, չգիտի ինչպես պետք է ոճավորի հերոսներին, չգիտի ինչպես պետք է պատմի, ձգտումները կան, այդ ազնիվ մղում է, ավելի լավ է նստի մարդը, ասենք վեպի վրա տանջվի կամ վիպակի վրա տանջվի մի քանի ամիս, քան թե թափառի ուրեմն TikTok-ի անհուններում։ Բայց նաև դա չի նշանակում, որ մենք պետք է այդ ամենը տպագրենք, որովհետև դա էլ մեկ ուրիշ տենց գրական աղմուկ է ստացվում, որ էլի լավ է որ տպագրվում է, բայց արդեն երբ չկան ժամանակակից գիգանտները մեր Մաթեոսյանները։ Այո, Մաթեոսյաններ չկան, Համոսայաններ չկան, թե ինչու չկան դա առանձին պատմություն է։ Բայց մանկականների մեջ կա հայ հեղինակ, չէ՞ որ ներկայացված է։ Այո, Ռուսլան Սաղաբալյանի։ Այո, կան հայ հեղինակներ կան։ Մենք աշխատում ենք ընտրել, ինչպես, որ այդ պատմությունները հնարավորին չափ լինեն համամարտկային բովանդակությամբ, հնարավորին չափ վերափոխեն ընթերցողին, լավացնեն նրան, որպեսզի հերոսների կերպարները լինեն ավելի փաստարկված, ավելի համոզիչ, որպեսզի երկխոսությունները լինեն այդ ուրեմն վիպակում, վեպում, պատմվածներում, երկխոսությունները լինեն ճշգրիտ, հակիրճ, ազդեցիկ, առանց ավելորդությունների, որպեսզի կառուցվածքը հախորն չլինի, թափթփված չլինի, ունենա սկիզբ, ունենա զարգացում, ունենա ավարտ, որպեսզի որոշ կերպարների, ուրեմն հեղինակները չմոռանան ճանապարհի կեսին այստեղ այնտեղ, որպեսզի կերպարները անհրաժեշտության դեպքում ունենան զարգացումներ եւ ոչ թե պարզապես ստատիկ կերպար դնեն։ Այդպիսի չափանիշներ, օրինակ ասենք մենք ֆիքսել ենք եւ մեր գրական մրցույթը, որ հայտարարել ենք, այս փառատոնի ժամանակ ամփոփվելու է։ Եվ այդ չափանիշները մենք ուղարկել ենք ժյուրի անդամներին եւ գնահատել ենք 10 բալանոց ուրեմն չափումներով, սանդղակով, այո, եւ շուտով ամփոփելու ենք եւ կներկայացնենք մեր ամառային փառատոնի ժամանակ նրան, ով որ հաղթել է այդ մրցույթի ժամանակ։ Այսինքն այս 2 օրերի ընթացքում նաև այդպիսի հատված ունենք։ Այո, մենք արդեն երկրորդ տարի։ Ինչը։ Happy end-ը։ Այ ասում եք, որ ինչ որ բան սովորեցնի, գուցե նաև լավատեսություն ներշնչի, համամարտկային լինի բովանդակությունը, պարտադիր է լավ ավարտ ունենա, թե բացարձակ կապ չունի։ Պեսիմիզմը կարող է կամ ասենք հոռետեսությունը կամ նիհիլիզմը գուցե նույնիսկ կարող է լինել արդարացված, եթե գրական ստանդարտներով եւ ոճավորված եւ եթե աշխարհայացքային ինչ որ մի բան է, սակայն մարդուն չի մղում ինքնաոչնչացման։ Եթե չի մղում ինքնաոչնչացման, ուրեմն գրական տեսանկյունից, գեղագիտության տեսանկյունից արդարացված է։ Եթե արդարացված է, ուրեմն կյանքի իրավունք ունի։ Նիհիլիզմը շատ հետաքրքիր է, վաղուց չէի օգտագործել։ Բազարովին հիշեցի, գրականերս նիհիլիստեր, չէ՞։ Դե այո։ Հա, դրա մտքերը այսպես հասարակությունից միզանտրոպիա, նիհիլիզմը, այս մարդկանց ատելը, բան այդպիսի բաները ինձ թվում է հրատարակել չարժե բոլոր դեպքում, այնպիսի ժամանակներում ենք ծանր հոգեբանական ճշմարտակ ենք բոլորս, հիմա լրացուցիչ առիթներ դրա համար ստեղծել պետք չէ, այդպես եմ կարծում։ Իսկ այսպեսի մի հարց է, հասկանալի է, որ բավականին շատ օտար լեզվից եք թարգմանում հայերեն, իսկ հայ հեղինակներին թարգմանել եք օտար լեզվով, միջազգային շուկա Անիկը պատմի, որովհետև այդպիսի դեպք եղել է մեզանում։ Իրականում մենք ունենք մի քանի գիրք, որոնք երկլեզու են, անգլերեն գիրքը լույս է տեսել զուգահեռ հայերենին, ունենք գիրք խոհանոցի մասին, Գավառի խոհանոցի մասին, Ամերիկայում բնակվող մեր հեղինակներ անցած տարվա Summerfest-ների դեպ շնորհանդեսը, շատ գեղեցիկ գիրք է նկարազարդումներով, նկարներով եւ ընտանեկան պատմություններով, թե ինչպես էին մեր տատիկները, մայրիկները սեղան գցում, խոհանոցի ավանդույթների եւ այլնի մասին, նաեւ բաղադրատամսերը եւ ունենք կրկին Ամերիկայում բնակվող երաժիշտ հեղինակ Նունե Մելիքյանը, ներողություն, որը դիսերտացիա եւ բավական լուրջ աշխատություն է գրել անգլերենով Արնո Բաբաջանյանի մասին, որովհետեւ միջազգային երաժշտական ուսումնական հաստատություններում Բաբաջանյանը որպես կոմպոզիտոր այդքան բացահայտված եւ ուսումնասիրված չէր եւ այս գիրքը եկավ լրացնելու այդ
հատվածը այդ գիրքն էլ դեկտեմբերին են հրատարակել եւ Ամերիկայում ունեն այդ գրքով բավականին լուրջ արշավ է անցկացնում տարբեր ուսումնական հաստատություններում ներկայացնելով հայ կոմպոզիտորական արվեստը։ Գնել, խնդրեմ։ Պահանջարկ կզգացիք, որ թարգմանեցիք, թե այսպես դուք որոշեցիք պետք է կարիքի։ Երկուսն էլ կարիքը կար, բայց մեր դեպքում հեղինակներն իրենք եկան եւ գնահատելով աշխատանքների որակը գնելի չափանիշներով, դրանք նոն-ֆիքշններ են, իրականում գեղարվեստական գործեր չեն, բայց շատ կարևոր գործեր են եւ հասկացանք, որ կարևոր է, որ դրանք ունենանք։ Ես մի հարց ունեմ, ճիշտ ասած մի քանի ընկերներ, ովքեր փորձել են բարձրաճաշակ բարձրարվեստ պրոյեկտներ իրականացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կալիֆոռնիայում, ճիշտ ասած վերջում ձախողել են կամ տակ են տվել, ժողովրդի լեզվով ասած, ստացվում է եւ ընդհանուր կարծիք է ձևավորվել գնել, կարծում եմ կօգնեք մեզ դա կամ հաստատել կամ հերքել, որ Ամերիկա բնակ մեր հայրենակիցների շրջանում մի տեսակ բարձր որակի գրականություն, գրքեր, ընթերցանություն, մի տեսակ պահանջված չեն, արդյոք դա այդպես է, անի, ընդհանուր վաճառքներ կան, ինչ է կատարվում։ Մենք ավելի վատ ենք մտածում, քան իրականում կա, թե հենց ափսոս պետք է փաստենք, որ դա այդպես է, խնդրեմ։ Նյումեգը առաքում ունի ամբողջ աշխարհում եւ մենք առցանց պատվերներ երբ ստանում ենք եւ փոստով ուղարկում ենք գրքերը, շատ զարմանալի են թե ինչ գրքեր են պատվիրում մեր հայրենակիցները, որ ապրում են տարբեր երկրներում, Ամերիկայում, Եվրոպայում, դրանք ավելի շատ քաղաքագիտական, պատմական գրքեր են, այն գրականությունը, որը բավականին լուրջ է եւ ծանրակշիռ է եւ դա ուրախացնող փաստ է մեզ համար։ Ձեր նշած Կալիֆոռնիայի համայնքի տողատակը հասկանալի էր, բայց իմ նշած հեղինակներն էլ օրինակ Նյու Յորքի բնակ են, Կոլորադոից են եւ այլն։ Այսինքն Կալիֆոռնիայից եւս պատվերներ ունենում ենք, որտեղ կան մարդիկ, որ կարդում են լավ գրականություն։ Կարծում եմ խնդիրը այն է, որ պետք է այնտեղ բացվեն գրախանութներ կամ մենք գուցե պետք է մոտենանք իրանց, որպեսզի ձևավորենք ճաշակ, ձևավորենք նոր մոտեցում գրքի նկատմամբ եւ բարձրորակ գրականության պահանջարկ։ Իսկ այդ ուղղությամբ աշխատանք տարվում է։ Դա կատարում է ինքնաբերաբար, գիտեք, որովհետեւ մենք չենք կարող մեր ուժերը դնել հենց այդպես, որ մենք շարունակենք, դա բիզնեսի խնդիր է, շուկայի խնդիր է։ Բայց մենք ձգտում ենք, որպեսզի ձևավորենք մեր առաջարկը։ Պահանջարկին եթե սպասենք, կարող են ոչինչ չպահանջել, որովհետև հատկապես մեր այս վերջին դարաշրջանում մարդիկ այնքան ապակողնորոշված են, որ իրենք էլ չգիտեն թե ինչ են պահանջում։ Պետք է առաջարկներ տալ, որպեսզի մարդը զգա, որ ես կարող եմ այս առաջարկը օգտագործել իմ շահերի համար եւ հանուն իմ կրթության եւ զարգացման։ Այնպես որ օրինակ տեսեք, մենք հիմա այս ամառային փառատոնի ժամանակ ներկայացնելու ենք նաև մի շատ հետաքրքիր հանդես, ֆինանսիստ է կոչվում, որը մենք սա արդեն երրորդ թողարկումն է լինելու։ Դրայզերի ֆինանսիստը։ Ամսագիրը։ Տարեգիր ավելի ճիշտ։ Չէ՞ տարին մի անգամ ենք մենք դա անում։ 1-2, բայց կարելի է ասել սա մենք երրորդ անգամ ենք անում։ Ֆորմատը ամսագրի է։ Ամսագրային է, որը ԱՊՀ տարածքում Ղազախստանում ուրեմն հավաքվող ֆինանսական բարձրակարգ գիտելիք պարունակող ուրեմն ամսագիր է, որը մենք թարգմանում ենք, ես խմբագրում եմ այդ ամսագիրը եւ մեծ հետաքրքրությամբ կարդում եմ բոլոր հոդվածները, բոլոր ֆինանսական ուրեմն գրագիտության մասին, տնտեսության մասին։ Երբ ուրեմն ես նախորդ մեր համարը այն քարերի մասին էր, որոնք երկրի ընդերքում են եւ հազվագյուտ ուրեմն մետաղներ են, հազվագյուտ քարեր են, որոնց շուկան բավականաչափ ուրեմն պարզում է մուլտիմիլիարդավոր ուրեմն շուկա է, որի մասին ես ոչինչ չգիտեի եւ նախորդ համարը նվիրված էր հենց այդ հազվագյուտ ուրեմն քարերին եւ հանքանյութերին, այո, սովետական միության եւ ԱՊՀ տարածքում էլ ուրեմն այդպիսի հանքավայրեր կան։ Բայց առաջատարը ասեմ Չինաստանն է այսօր։
Ահա եւ դա մեծ հետաքրքրությամբ կարդացի, մտածում եմ լավ, սա ում է պետք, բայց երբ Թրամփը հայտարարեց, որ ուրեմն Ուկրաինան պետք է վաճառի Միացյալ Նահանգներին զիջի որևէ ձևով կամ Ամերիկան պետք է շահագործի այդ հանքավայրերը, Ռուսաստանն էլ առաջարկեց, որ եկեք մեր մոտ մեր այդ հազվագյուտ կարերի մետաղների հանքավայրերը մենք միասին անենք։ Ես հասկացա, թե որքան կարևոր տնտեսական ուղղություն է դա աշխարհում։ Ես դա գլխի չենք նի, եթե ֆինանսից այդ համարակարծածած չլինի։ Շատ ես ուղղակի հավելեմ, եթե առիթ եղավ, հենց 3 հոդված կարդում։ Չինաստան ունի այդ եզակի մետաղի մեծ պաշարներ եւ դրանք անհրաժեշտ են ռազմաարդյունաբերության համար։ Lockheed Martin խոշորագույն զենք արտադրող կոնգլոմերատ ամերիկյան այսօր չի կարող վերջին սերնդի կործանիչներ արտադրել, եթե Չինաստանը չհամաձայնվի վաճառել մի տեսակ մետաղ, աղնը չեմ հիշի հիմա, բայց բազում է դրա հիման վրա ստեղծում են մագնիսներ, մագնիսական սարքավորումներ, որոնք որ անհրաժեշտ են հրթիռների համար ճշգրիտ հեռահար տարբեր տեսակի ինքնաթիռների կործանիչների եւ այլն, եւ եթե Չինաստանը կոպիտ ասած ասի չեն վաճառում, կստացվի, որ այդ ուղղությամբ աշխատանքները կդադարեն, որովհետև այլ ընտրանք չկա աշխարհում։ Այդպիսի բաներ կան։ Այս համարում մենք կգտնենք նաև արհեստական բանականությունը եւ տնտեսությունը, այդ թեմայով լիքը հետաքրքիր բաներ կգտնենք, այնպես որ նաև ոլորտային նեղ մասնագիտական գրականությունը շատ օգտակար կարող է լինել մեր ընթերցողների համար։ Հենց արհեստական բանականության մասին է ուզում հարցուվել, արդյոք իրա ի հայտ գալով ինչ որ չափով փոխվել է կամ հեշտացել է ձեր աշխատանքը։ Գործի մեջ օգտագործում ենք գնել։ Մեկի գործի մեջ բուն հրատարակության մեջ դեռ ոչ, բայց մենք ըստ երևույթին առաջիկայում կարող ենք օգտվել արհեստական բանականության օգնությունից, օրինակ ասենք թարգմանությունների հարցում։ Դա չի նշանակում, որ արհեստական բանականությունը դուք խմբագրեք, չէ՞։ Բնականաբար դա լինելու է պարտադիր։ Արհեստական բանականությունը կարող է դրանք թարգմանել եւ կարող է շատ լավ թարգմանել եւ կարող է թարգմանել մի քիչ ավելի լավ, քան ասենք բազմաթիվ թարգմանիչներ այսօր։ Բայց թարգմանչի գործը այս դեպքում պրոֆիլը փոխվում է, ուղղվածությունը փոխվում է, որովհետեւ նա պետք է վերահսկի արհեստական բան, որտեղ արհեստական բանականությունը կարող է նաեւ ձեռիդ հորինել որոշ բաներ, կարող է դառնալ համաստեղծագործող, կարող է մի քիչ տարվել այդ իզերշկի պրոֆեսիա, այսպես ասենք։ Եվ պետք է տեսնել, թե թարգմանիչները եւ խմբագիրները պետք է հղկեն արհեստական բանականության թարգմանացի ուրեմն ոճը, բառապաշարը, պատկերացումները, որպեսզի ինքնուրույն հավելյալ գործողություններ չանի, ինչին պատրաստ է արհեստական բանականությունը։ Նյումեգի միջոցառումներին միշտ կարելի է նկատել հետաքրքիր մարդկանց, անվանի դեմքերի, մասնագետների իրենց գործում, բանախոսների։ Ինչ կասեք Summerfest-ի մասին այս տարվա 5-րդ անգամ են անցկացվում, վստահ եմ արդեն համախմբել եք ձեր շուրջ հետաքրքիր մարդկանց մի աստղաբույլ, հետաքրքիր կազմ է ձևավորվել, երկրպագուների, համախոհների, ընկերների, բարեկամների, ովքեր ում կարելի է տեսնել Summerfest-ի շրջանակներում վստահ հրավիրել եք եւ համոզված եք կգան։ Օրինակ ասենք այդ ցուցակը գլխավորում են երկու հոգի, Արնոլդ Շվարցենեգերը եւ Մբապեն։ Նրանք ցավոք չեն գա, կներկայացնենք նրանց նվիրված գրքերը։ Նրանք ովքեր կարող էին լինել, նրանց նվիրված գրքերը դրա։ Այո, մենք թարգմանել ենք Շվարցենեգերը ուրեմն այդ կենսագրությունն է եւ Ավստրիայից եկավ Ամերիկացիան նահանգներ, Կյանքի 7 կանոնները Շվարցենեգերի։ Կյանքի 7 կանոնները եւ Մբապեի ուրեմն կենսագրությունն է, որը էլի հրճակավոր ուրեմն սպորտային գրող Լուկա Կայոլի ձեռքի ուրեմն տակով անցած կենսագրական է, մենք դրանք ներկայացնելու ենք։ Իսկ հայտնի մարդկանց ովքեր կան հայտնի մարդկանց։ Պանելային քննարկումներին, գրքի շնորհանդեսներին, տարբեր ոլորտներից տարբեր մարդիկ են հրավիրված։ Վստահ եմ դուք էլ կճանաչեք նրանց, ձեր ընկերները կլինեն, բայց եթե անուններ տանք, գուցե մեր ունկնդիրները այդքան ճանաչեն, բայց կան մարդիկ, որոնք լինելու են մեր շնորհանդեսներին հայտնի, անհայտ մասնագետներ եւ այլն։ Պարզենք, 21-ին ափսոս չեմ կարողանա ներկա լինել, 22-ին անպայման ուզում եմ այցելել
Ես մի կարևոր բան եմ ուզում նաև շեշտել, որ մեր փառատոնի գլխավոր նաև գրավիչ կողմը այն է, որ այդ օրը Նյումեգի գրքերը ամբողջ տեսականին առանձին գրքի տաղավարում ներկայացված են լինելու եւ վաճառվելու են 40% զեղչով եւ դա բացառիկ առիթ է ամառային ընթերցանության պաշարը լրացնելու համար։ Մենք հաշվեցինք միջինը 2.500-ի սահմաններում է լինելու վաճառվող գրքի, մանկական գրքերի դեպքում ենք այդպիսի հաշվար կարել, չգիտեմ, միգուցե 18 պլյուսը, ինչպես ասած, գնել է մի քիչ ավելի թանկ նստի, հա։ Մի քիչ հաստափորեն գուցե մի քիչ ավել, բայց հաստատ կկարողանաք լրացնել։ Հնարավոր կլինի մեկ մոտեցմամբ մի քանի գիրք վերցնել։ Շնորհակալություն, իսկ այդ երկու գրքերը, որ թարգմանել եք Շվարցնեգերի եւ Մբապեի, կարիք եղել է կապ հաստատել իրենց հետ։ Այո, մենք իրավունք ստանալու կամ գուցե նաև փորձ եք արել հրավիրելու, ինչու ոչ, մի փոքր մանրամասնեք այդ։ մեր բոլոր գրքերը, որ թարգմանվում են, դրանք միջազգային իրավունքով պաշտպանված են եւ մենք դիմում ենք բնականաբար գրքի հրատարակման իրավունքները ստանալու համար, գնում ենք այդ իրավունքները, որից հետո նոր սկսվում է թարգմանության process-ը։ Այսինքն հրատարակչից, իսկ հենց այդ հերոսներից, կոնկրետ հեղինակներից Շվարցնեգերի եւ Մբապեի։ Եթե Շվարցնեգերը իր գիրքը տվել է մի հրատարակչության հրատարակելու, այս դեպքում իր գործակալը կամ հրատարակչության գործակալն է արդեն կապի մեջ լինում, բանակցություններ վարում։ Իսկ օրինակ Մբապեի գիրքը ես եմ թարգմանել, հեղինակը մեր արդեն նոր չէ, Մեսի, Ռոնալդոյի գրքերն ենք Լուկա Կայոլի թարգմանել եւ ես ինքս եմ գրել նրան, որպեսզի ուղերձ նկարահանի ուղարկի մեր ընթերցողներին եւ Լուկա Կայոլին ուղարկել է այդ ուղերձը մենք մեր հեղինակների հետ եթե հնարավոր է լինում կապի մեջ ենք լինում, իսկ ձեր ասած իրավունքների մասով մեր բոլոր գրքերը իրավունքները գնվում են եւ պաշտպանված են։ Որոշներին հրավիրում ենք, այո, մեր որոշ հեղինակներ մենք հրավիրում ենք այստեղ։ Չէ, այս դեպքում հերոսներին գրքերի հերոսներին Նկատի Մբապեին Միշել Օբամային մենք պատրաստվում ենք հրավիրել, բայց այնպես ստացվեց, որ կոവിഡ്ը խանգարեց։ Այստեղ պետք է երևի դիմենք Հայաստանի ֆուտբոլի հավաքականի տղաներին, որ լավ խաղան, ինչ որ ձևով հայտնվեն մի խմբում Ֆրանսիայի հավաքականի հետ, այդպես Մբապեն լրիվ լիովին այսպես։ Ես կարծում եմ, որ եթե Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մեր մարզիկները խաղան ֆուտբոլ այնպես ինչպես Անին է թարգմանել գիրքը, ամեն ինչ շատ լավ կլինի։ Ես մի հարց ունեմ, հայ դրա հետ կապված զուտ հետաքրությունից ելնելով կարծում եմ կլիներ հետաքրքիր։ Օրինակ ասացիք հեղինական իրավունքի ձեռք բերում, չէ՞, դա վճարովի է եւ հաշվի առնում եմ, որ սա Հայաստան է, տպաքանակները, որ սա այնուամենայնիվ ասես մեծ շուկա չէ, թե միևնույն է։ Իրականում կան ստանդարտ գներ գնում են, հա։ Ունեցել ենք դեպքեր, որ այո, մտել են մեր դրության մեջ, մեր Նանե Մանուկյանն է զբաղվում կորպորատիվ եւ միջազգային հարաբերություններով եւ նամակագրություններով ներկայացնում է մեր Հայաստանը, մեզ եւ մնացած ձևերով փորձում է բանակցել, որպեսզի միջազգային շուկայական գներից ավելի մատչելի լինեն, բայց դրանք ստանդարտ գներ են, իրականում ոչ շատ տենց անհասանելի չեն այդ գները, սակայն լինում են, որ լավ գրքեր են, տենց իրական բեսթսելերներ են ամբողջ աշխարհում էլ, բնականաբար թանկ են։ Շատ շնորհակալություն, որ եկաք, ես ուզում եմ նորից հիշեցնել, որ հունիսի 21-ին եւ 22-ին Երազայգում կկայանա 5-րդ գրատոնը, որը հետաքրքիր գիր, գինի, ջազ, այսպես խորագրով է ներկայացվելու եւ Նյումեգը հերթական անգամ մեզ ուրախացնելու է բարձրաճաշակ, բարձրարվեստ, հետաքրքիր միջոցառումով, անունից արդեն պարզ է, որ լինելու է այն ամենը, ինչը պետք է երեկոն վայելելու համար։ Ուղղակի կհիշեցնեք, օրինակ, որ ժամից է պետք մոտենալ, այսպես ընթերցասեր մարդկանց, առասարակ, հա, միջոցառմանը։ Մենք գիտենք, որ ցերեկանի ժամերը երեխաների համար են, հա։
Ծնողներին փոքրիկների հետ երեկոյան 5-ից ենք սպասում, մինչև Որ շոկ 7-ը։ չլինի։ Այո, մինչև 7-ը շատ թեթև մանկական գրքերի շնորհանդեսներ, երաժշտական, պարային ներկայացումներ, ծրագրի բավականին հագեցած է փոքրիկների համար։ Երեկոյան 7-ից արդեն մեծահասակների փառատոնն է, գիրքը, գինին, ջազը ձեզ են սպասում ամռան այս վիկենդին։ Շնորհակալություն, որ եկաք։ Շնորհակալություն հրավերի համար։ Ինչպես միշտ հաճելի էր, այսպես հետաքրքիր մարդկանց հետ զրույց վարել եթերում։ Զրույցի վերջին հատվածը մոտեցրեց մարզական աշխարհին։ Դե հա, մենք կամաց բերեցինք մարզական նորություններին մեկնաբանելուն, բայց մինչ այդ մի քիչ երաժշտություն կլսենք, ուզում եմ հիշեցնել, որ մեր հյուներ Նյումեկ հրատարակչության գլխավոր խմբագիր եւ կարելի ասել անփոխարինելի առաջատար մասնագետ Գնել Նալբանդյանը, ինչպես նաև Նյումեկ հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը, շնորհակալություն որ եկաք։ Շնորհակալություն։ Կհանդիպենք, մենք դեռ 6-րդ փառատոնն ենք, գրատոնն ենք սպասում։ Առջևում ձմեռն է։ Յուրաքանչյուր առիթ ձեզ հետ հանդիպելու եւ զրուցելու մենք բաց չենք թողնի, խոստանում ենք։ Շնորհակալություն։